Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Երկրորդ քայլը ցավը զգալն է։ Մենք շարունակում ենք «Ինչպես է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ տեսիլքի ձևավորման առաջին քայլը կարիքը նկատելն է։ Սակայն մենք կարող ենք շատ կարիքներ տեսնել, բայց դրանք այդպես էլ չվերածվեն մեր կյանքի ու ծառայության տեսիլքի։ Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման երկրորդ քայլը տեսած կարիքի ցավը զգալն է։ Սիրելի՛ բարեկամ, գիտես արդյոք, որ Աստված մեզ հուշում է Իրեն ծառայելու մեր կանչվածությունը։ Յուրաքանչյուր ծառայություն պետք է հիմնված լինի ոչ թե ցանկության, այլ կարիքի վրա։ Մարդը պետք է նկատի կարիքը և աղոթի, որպեսզի Աստված իմաստություն և կարողություն տա տվյալ ոլորտում օգտակար ու արդյունավետ ծառայություն ունենալու համար։ Իսկ Տեր Աստծու հուշումն այն է, որ Նա Իր կողմից մարդուն տրված կանչվածության շրջանակներում առկա կարիքի հանդեպ խորը ցավ ու անհանգստություն է դնում մարդու սրտում։ Ավելի պարզ ասած, դու չես կարող հանգիստ ու խաղաղ ապրել, քանի դեռ չես ներգրավվել այն ծառայության մեջ և օգտակար չես դարձել թեկուզ մեկ քայլով կարիքի լրացումը մոտեցնելու կամ տվյալ հոգսը թեթևացնելու գործի մեջ։ Ասվածի հիմնավորումը տեսնենք Նեհեմիայի արձագանքի աստվածաշնչյան օրինակով, երբ նա լուր է ստանում Երուսաղեմի պարիսպների քանդված լինելու և ժողովրդի անմխիթար վիճակի մասին։ «Եվ երբ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա, և սուգ արեցի մի քանի օր և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քո տեսած կարիքներից որո՞նք են իրապես ցավ պատճառում քո սրտին։ Ո՞ր կարիքներն են, որ մղում են քեզ աղոթքի ու ծոմապահության, որպեսզի Տեր Աստծուց իմաստություն և ուղղորդում ստանաս քո նկատած խնդիրների լուծման գործում ներգրավվելու և Տեր Աստծուն ծառայելու մեջ արդյունավետ ու պտղաբեր ներդրում ունենալու համար։ Տեր Աստծուն ծառայելը մեծագույն պատիվ ու արտոնություն է, սակայն առանց ծառայության հստակ կարիքի համար ցավ զգալու այդ ծառայությունը լինելու է պարզապես մի գործ, այլ ոչ թե ներդրված կյանք։ Աստված ուզում է, որ մեր ծառայությունն Իրեն լինի մեր սրտի մեծագույն փափագը, իսկ ծառայության պտուղները տեսնելը՝ մեր կյանքի մեծագույն վայելքը։ «Արտաշես թագավորի 20-րդ տարվա Նիսան ամսին եղավ գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին, և ես նրա առջև տրտում չէի եղել։ Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչո՞ւ է դեմքդ տրտում, քանի որ դու հիվանդ չես, դա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ»։ Ես խիստ վախեցա և ասացի թագավորին. «Արքա, հավիտյան ապրիր։ Ինչո՞ւ չտրտնի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։ Աստծուն ծառայելու տեսիլքի ձևավորման երկրորդ քայլը տեսած կարիքի ցավը զգալն է։ Իսկ դու ի՞նչ կարիք ես տեսնում քո շրջապատում, որը քո սրտին մեծ ցավ է պատճառում։ Մենք շատ կարիքներ կարող ենք տեսնել, սակայն դրանցից որոշները կարող են մեզ ստիպել, որ մենք ցավ զգանք ու տառապենք, քանի դեռ խնդիրը լուծված չէ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով՝ Արման Մանուկյան։